Բարի երեկո, 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է։ Տաղավարում այսօր իմ հյուրը բանաստեղծ Մարինե Պետրոսյանն է։ Բարև ձեզ Տիկին Պետրոսյան, ինչպե՞ս եք։ Լավ եմ։ Ինչ մտորումներ եւ մտքեր ունեք տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Բոլորս գիտենք ինչ ծանր վիճակ է եւ մեր երկրում առաջին հերթին եւ մեր շուրջը, բայց մի քանի օր առաջ այդ մետրոյի դեպքը ինձ շատ ասես ինձ համար լավ դեպք էր եւ իհարկե ինքը այնտեղ տխուր բաներ տեղի ունեցան, բայց լավ նշան էր։ Ես ճիշտ ասած շատ եմ տեսել ընտրություններ, շատ եմ տեսել ոնց լինում է ինչ որ մի հատ դեպք կամ ինչ որ մի հատ տեղ են հասնում, որ փոխվում է մարդկանց տրամադրությունը, ես կարծում եմ այս մետրոյի դեպքը կարող է հենց այդ լինել, այս մեր ընտրություններում, որտեվ նայեք իհարկե այնպես չի որ Նիկոլ Փաշինյանը հենց այդտեղ չափը անցավ, ինքը շատ վաղուց էր չափը անցնում, շատ վաղուց էր համահանում եւ բայց ոչ մի անգամ այսպես նայեք ես այդ օրը այդ դեպքը որ եղել էր, ես դեռ չէի իմացել, տուն եկա, արդեն շատ հոգնած էի, հատ ուզում էի քնեի, ասացի մի հատ Facebook-ը նայեմ ինչ դե միշտ մի բան կամ մեր մոտ կամ մեր շուրջը ու շշմեցի, որովհետև հանգարց տեսա այդ մարդկանց գրանցները, արձագանքները, ասեմ ձեզ, որ ես իմ ընկերների մեջ մինչև հիմա կան, նույնիսկ ես չեմ ջնջել այն մարդկանց, որոնք Նիկոլ են պաշտպանում, ես ուղղակի իրենց հետևում եմ եւ մեջս հույս կա մինչև հիմա, չնայած մի քիչ ուշ է, բայց որ կարդանա, ու ես տեսա, որ իրանք անգամ, ասենք Նիկոլ պաշտպանները քննադատում են, ես դա այսպեսի բան ճիշտ ասած ես չեմ հիշում։ Մեկը չէր, երկուսը չէր, շատ էին։ Ու ես հասկացա, իդեպ շատ հետաքրքիր է, որտեղ մինչև էլ հիշում եք մի քանի դեպք եղել էր հակադարձում Նիկոլին, մեկը այն խանութում որ չընդունել, այստեղ ամարտը հետո այն կինը որ բայց այդ կինը օրինակ ոնց որ պատրաստված էր իրեն հակալ։ Այս դեպքը տեղ ունեցավ ինչ որ բավական պատահական ձևով, որտեղ այդ կինը չէ, Արցախցի կինը, ինքը չէր էլ պատրաստվում խոսել, հա։ Չէ, ուզում ասեմ, բայց չէր էլ պատրաստվում Նիկոլի հետ խոսել ընդհանրապես, ասում էր հանգիստ, բայց ինչ տեղի ունեցավ, փաստորեն իսկապես հակադարձում տեղ ունեցավ, հա, այդ քարտեզը, որ անարցախ Հայաստանի քարտեզը, որ անդադ ուզում էր պարտադրել, փաստորեն իրան ոչ ասվեց, հա, եւ գիտեք ինչ ինձ համար հետաքրքիր է, ես իսկապես մի քիչ վախենում էի, մտածում էի կարող է իսկապես մարդիկ այդ Արցախից հոգնել են, մի տեսակ մտածում են, գուցե իսկապես դե կա, չէ, պարտությունից հետո հուսահատությունը, որոշ նշաններ կային, բայց այստեղ ես տեսա եւ այդ դեպքի մեջ եւ արձագանքի մեջ, որ չէ, մենք չենք մոռացել Արցախը, մենք չենք մոռացել ինչա մեզ համար Արցախը եւ դա շատ լավ նշան էր։ Հետո ինչ կատարվեց, չէ՞, Նիկոլ Փաշինյանը հիշում եք, ասաց ես տես բան չեմ ասել, այն որ ասել փախածներ, ասաց մի հատ ասել։ Հետո կարող է իսկապես ինչ որ լրիվ ուղեղում ինչ որ բաներ։ Հետո ներողություն, այդ ներողությունը ակնհայտ է, որ իրեն բացատրել էին, իր քաղ տեխնոլոգիաները բացատրել էին, որ ինքը մեծ ներողություն փոսի մեջ է անգել եւ գոնե ներողություն խնդրի, որ մի քիչ այդ փոսը մի քիչ թուլացնի։ Այդ ներողությունը ուշ էր։ Այդ ներողությունը, եթե ինքը այնտեղ տեսնում էր այդ երեխային, պիտի այդ երեխայի աչքերը որ տեսնում էր, պիտի հետ ժամանակներ ուշքի գալ, բայց այն ուշացած ներողությունը, բայց ես ուզում եմ ասեմ, տեսեք մենք այսօր այնպես իրավիճակ ունենք, որ այնպես չի Նիկոլ Փաշինյանի պարտությունը հաստատ չի իհարկե, որտեվ մենք շատ ուժեղ ընդդիմություն այսօր չունենք, բայց ունենք ուժեր, մի քանի ուժ ունենք, որոնք հնարավորություն ունեն հաղթելու, բայց միայն քաղաքական, այսպես դասական ձևով Նիկոլ Փաշինյանին հաղթել հնարավոր չի։ Պետք է, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հաղթենք եւ հաղթելուց հետո էլ հեռացնելուց հետո էլ մեր երկիրը վերականգնենք, մեր մարդկանց հոգեբանության մեջ մի հատ պետք է շրջադարձ լինի։ Եվ ես կարծում եմ, այդ շրջադարձի հնարավորությունը այսօր կա։ Այսօր կա, որովհետև գիտեք ինչ, իսկապես ես շատ եմ մտածել, ոնց է որ մարդիկ մինչև հիմա Նիկոլ են պաշտպանում։ Ըստ երևույթին չէ, հաստատ, ուրեմն այդ տեխնոլոգիաները նայեք ինքը ոնց է աշխատում, ինքը ինչ որ գաղափարներ արտահայտելուց ավելի շատ ինքը ինչ որ գաղափարներ է պետք է արտահայտում, բայց իր հիմնական խոսելու ձևը եւ այլն, այնպես է որ մարդկանց մի հատ ուրիշ տեղի վրա ինքը ազդում, հա, մի հատ
ասում եմ Ֆրեյդը լավ կբացատրեր, մի հատ ներքևի վախացնում է, վիրավորում է։ Մարդկանց ինչ որ շերտերին, հա, այդ մարդու մեջ ցանկացած մարդու մեջ կա մի հատ կա բան չէ, մտային շերտ, չէ, ուղեղը կա, բայց մարդը նաև ներքևի ներողություն մաս ունի, բնազդային անասնական մարդը ի վերջո անասնական բնազդներ էլ ունի, եւ ինքը դրանց վրայով է, եւ վախը սարսափելի բան է, ընդհանրապես վախը մի զգացում է, որ ուղեղին հաղթում է հաճախ, հա, եւ ինքը դրա վրա է, եւ ինքը այն որ մինչեւ հիմա ինքը կա, ինքը նստած է մեր երկրի ղեկին, դրանով է ինքը նստած, հա, հակադե ինչ որ երբեմն հակասական բաներ ասելով, բայց այնպես արդյունքում այնպես որ ինքը միշտ ճիշտ դուրս գա։ Հիմա ես կարծում եմ դրա վերջը եկել է եւ ահագին մարդիկ վստահ եմ արթնացել են, ուղղակի պետքա գտնել այդ միավորման, տեսեք, ընդդիմությունը դե շատերը քննադատում են, չէ, որ ընդդիմությունը չի միավորում։ Ասեմ դες որ դասական ձևով եթե ընդդիմությունը միավորվի, եթե բոլոր ուժերը միավորվեն մի հատ բլոկ, ոնց են ասում դրան, կոալիցիա կազմեն, այդ ձևով դա երևի չի աշխատի այսօրվա վիճակով, որովհետև ընդդիմության բոլոր մեծ մասի մեջ կան մարդիկ, որոնց, ասենք, մարդկանց մեծ մասը այս ուժին սիրում է, բանանի, բայց եթե այն մյուս ուժը միանա, ասենք կարող է այն մյուս ուժի մեջ ինչ որ մարդիկ լինեն, որոնց ինքը չի, միջև հիմա մասած չի սիրում կամ ատում է, եւ դրա պատճառով նա կորցնի։ Դրա համար չունի որ միավորվեն, չէ՞։ Դրա համար իմ կարծիքով միավորման մի քիչ ավելի ոչ տրադիցիոն ձևեր է պետք գտնել, հա, առնվազն պետք է իրար չվնասել։ Ցավոք այսօր դեռ դա չի արվում, իրար վնասում են, հա, դա է պետք։ Ես կարծում եմ ընդդիմությունն էլ էս պիտի մի հատ դոշ դասեր անի եւ երբ որ կա իսկապես այսօր շատ ռեալ հնարավորություն, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես գնա, հա, ոչ թե ոչ միայն ծամասություն չկազմի, այլև իհարկե ամենադժվարն է։ Եվ ես օրինակ ինքս ոչ մի քաղաքական ուժի մաս չեմ, բայց ամեն դեպքում մարդ եմ, որին մարդիկ լսում են եւ ես գիտեմ, որ հա իմ խոսքը։ Ես ուզում եմ դիմել բոլորին, եկեք մի հատ իսկապես շրջադարձ անենք, եկեք հասկանանք, որ ամեն մեկս ունենք մեր հայացքները, ամեն մեկս ունենք հիշողություն, ասենք քաղաքական գործիչների նկատմամբ ասենք երբեմն եմ ասած ոչ լավ վերաբերմունք ունեն, գիտենք իրանց սխալները, բայց այսօր եկեք այս ընտրությունները այսօրվա մեջ տեղավորենք, հա, մի հատ նայենք մեր շուրջը ինչա կատարվում, հա։ Տեսեք օրինակ Իրանում ինչ կատարվեց։ Օրինակ Իրանում շատ հետաքրքիր է, իդեպ ես ցավոք ժամանակս չի ներում, որ շատ ծանոթ չեմ, բայց ինչքան հնարավոր է հետաքրքրվում եմ։ Տեսեք Իսրայելը սկզբից բացահայտ ասում էր Իսրայելի ղեկավարությունը հույս ուներ, որ այս որ խփեն եւ այլն, այդ հետո այդ ներսի մասը Իրանի, որը դժգոհ է այսօրվա իշխանություններից եւ այլն, ասենք կան այեք, որոնց իրավունքները բան են անում կամ ինչ որ մարդիկ, որոնց ազատությունը բան է լինում, եւ ասում էր խփենք, ցույց տանք, որ դրսից մենք օգնում ենք, եւ ներսից իրանք բանը իրանց իշխանությունը իրանցхан դեմ դուրս կփլուզվի, բայց ոչ չփլուզվեց։ Եվ դա ցույց է տալիս, որ Իրանում հակառակ նրան, որ այո կա դժգոհություն եւ կա իսկապես այնպես չի որ իշխանությունը ինչ որ հեշտակներ են, բայց փաստորեն ազգային այդ բանը առանցքը Իրանից չկոտրվեց։ Ես շատ ուրախ եմ դրա համար, օրինակ Սիրիայում նույն բանը չեղավ։ Իհարկե մի քիչ ուրիշ իրավիճակ էր, բայց Սիրիան օրինակ փլվեց։ Ես զարմացել էի, ոնց կարող էր այդ թողնել մեծ բանպետությունը փուլ եկավ։ Իրանը աչքով չտամ, չի փուլ գալիս, այսինքն իրանց մեջ ազգային այդ բանը առանցքը մեր մեջ նույնպես ուժեղ է։ Եվ ասեմ դες Նիկոլ Փաշինյանը, երբ որ գիտեք, քանի տարի է Նիկոլ Փաշինյանը 8-րդ տարին, հա, 8 տարի է խոսում անում, ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, եթե դուք այսպես բաները վերցնեք, ապա հիմնականը վերցնեք, ինքը հայոց ազգային առանցքն է քանդում։ Եվ բայց ես վստահ եմ, որ չի, իհարկե ինքը շատ հմուտ է դա անում, շատ եւ նաեւ լավ խորհրդականներ ունի, բայց ինքը չի կարողանա, վստահ եմ չի կարողանա։ Իսկ հայոց առանցքը կապվում է հենց մեկը Արցախի հարցի հետ։ Տեսեք, շատ բան վտանգավոր մանիպուլյացիա կա, որտեվ ինքը ինչ է ասում, ինքը այդ սարսափելի միտքը, որ ասում է պետք է ուրախանանք, որ Արցախը կորցրինք, չէ, դրանով մենք ինքնիշխան դարձանք, այդ թվում է թե այդ աշճան աննորմալ մի բան, բայց մարդիկ կան իրական կկվի պատմությունն ենք հիշել մի քանի օր առաջ մենք Սուրեն Չէ, կկվի պատմությունը ուրիշ է։
կկվի պատմություն։ Բայց ինքը այդ չի ասում ստիպված, ինքը ասում է լավ է որ Արցախը կորցրինք, այդ ուրիշ պատմություն է։ Կորցրեցինք, բայց գտանք։ Չէ, բայց չէ, ինքը ասում է հենց կորցնելով գտանք, ինքը չի ասում ոչինչ, ինքը ասում է լավ է որ կորցրեցինք, այդ սարսափելի միտքը ոնց է, որովհետև ցավոք չէ հիմա, ինչ ասեմ, սերունդ է եկել, որը ցավոք, ասեմ ինչը ցավոք մենք Արցախյան շարժումը չգիտեմ, լավ չենք այսպես փոխանցել սերունդներին։ Ես ինքս քանի որ տեսել եմ իմ աչքերով, բայց նոր սերունդը չի տեսել եւ իսկապես գիտակցում չկա, որտեղ շատերը բան են, չէ, հետո պատերազմ եղավ, չէ, շատերի գիտակցության մեջ Արցախ որ ասում ես, կապվում է հենց պատերազմի հետ, հա, բայց այդպես չի, Արցախյան շարժումը պատերազմի հետո եղավ։ Ներեցեք, ես այստեղ մի միջանկյալ հարց կամ ինչ եմ նկատում Փաշինյանի խոսքում։ Նա ինչ է շահագործում, էլի պարզունակ է շահարկումները։ Պատերազմ, խաղապահներ, այս հետ պատերազմական իրավիճակին բնորոշ այդ բոլոր վախերն ու սինդրոմները։ Համաձայն չեք, որ այս Հա, հենց այդ էի ուզում ասել, որ երբ որ ասում ենք Արցախ, ասում եմ ինքը հանգեցրել է նրան, որ երբ որ ասում ենք Արցախ, շատերը ասեն ասոցացվում է պատերազմի հետ, բայց ես ասում եմ Արցախ, ես հիշում եմ 88-ի շարժումը, պատերազմը հետո եղավ եւ պատերազմը Ադրբեջանը սկսեց եւ ասեմ ձեզ, երբ որ մենք ասում ենք Արցախ, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ պատերազմա լինելու, հա, պատերազմը իդեպ պատերազմը եղավ, որովհետև սոցիալականությունը փուլ եկավ։ Եթե սոցիալական այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ փուլ կգա, բայց ուրիշ բան եմ ասում։ Երբ որ ասում Արցախ, ես հիշում եմ այդ շարժումը ինչ էր, երբ որ մարդիկ դուրս են եկել փողոց, գոռում են միացում, իդեպ հետաքրքիր է միացում իրանք որ գոռում են միացում, այդ նշանակում է միացում Արցախի միացումը Հայաստանին, որովհետև պահանջը այդպես էր, չէ, Արցախի գերագույն Մարսխորհուրդը պահանջել էր դիմել էր Հայաստանի եւ Ադրբեջանի։ Բայց նայեք, մենք գոռում ենք միացում նկատմամբ Արցախի, բայց այդ գոռալով, այդ փողոցներ լցվելով, գիշերը տուն չէին գնում, ասենք ես առավոտը դուրս եի գալիս, իրիկունը չէ, ես գիշերը չէի մնում, ես աղջիկ եմ մի քիչ բաներ, բայց ամբողջ օրը հաց չի ուտում, բայց ես հացի կարիք էլ չի զգում։ Այդ միացումը, իրականում ասում եմ միացում նկատի ունենք Արցախի միացումը Հայաստան, բայց միացում տեղի ունեցավ Հայաստանի ներսում։ Տեղի ունեցավ մի հատ, ոնց ասեմ, հոգեբանական մի հատ բան, որ ասում ենք ով չի տեսել։ Ես վերջերս շատ հաճախ եմ նկատում, որ ես մի հատ միտքս ավարտեմ, էլի երկրորդ անգամ։ Ես ասում եմ, ես հավատում եմ, որ մենք նույն բանը ստեղծենք, իհարկե լրիվ նույն չէ, բայց այդ վերելքը, եթե Հայաստանում այսօր ունենանք, հա, միացումի, իհարկե մենք այսօր պարտված ենք եւ այլն, այսպես լրիվ, այսպես ոգևորիչ միացում, բայց եթե մենք ուժեր այդ միացումը կատարվի կամ փողոցներում կամ հիմա մի քիչ ուրիշ իրավիճակ կա, չգիտեմ, Facebook բան, բայց փաստացի միացումը կատարվի հայոց այդ ուժերի, որոնք չեն ուզում նվաստանալ, որոնք դեմ են նվաստացման, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կհեռանա, այլև Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո մենք նոր վերելք կունենանք։ Դա լրիվ հնարավոր է, եւ դրա համար նաեւ ասում եմ պատահական չէ, որ այդ մետրոյի դեպքը հենց Արցախի հետ կապված եղավ, որովհետեւ Արցախը միայն Արցախ չի, ես հիշում եմ 88-ին, որ մենք գոռում էինք Արցախ, մենք այն ժամանակ ճիշտ ասած Ղարաբաղ էինք ամենասկզբում գոռում, հետո գիտակցաբար փոխեցինք։ Այդ բանը, օրինակ, ես չգիտեմ, մեծ մի մասը, լավ, ես ինքս ասեմ, որ շատ տեղյակ էլ չէի Արցախի հարցին եւ այլն, բայց Արցախը ինձ համար սիմվոլացնում էր ամբողջ հայոց հարցերը, հա։ Ես ինքս Արևմտյան Հայաստանից եմ, ես ասենք այն հիշողությունը, բայց Արցախը սիմվոլ, որտեվ ի վերջո Արևմտյան Հայաստան այսօր հնարավոր չի, այնտեղ հայ չկա, բան չկա։ Այն կետը, որից կարելի էր սկսել ազգային վերելքը, հենց Արցախն էր, եւ այդտեղ մենք հաղթեցինք, որովհետեւ այդ մթնոլորտը կար։ Հետո ցավոք Հայաստանի հայոց մեր Հայաստանի Հանրապետության պատմությունը այնպես գնաց, որ ուրիշ հարցեր, սոցիալական հարցեր, ներքին քաղաքական իրար դեմ այդ մեզ գնալով ասենք այդ բանը ոգևորությունը սառեց եւ մենք պարտվեցինք եւ խոշոր հաշվով մեր պարտությունը հենց դրա արդյունքն է։ Ես հավատում եմ, որ մենք շանսը շատ դժվար է, բայց մենք այսօր նույն այդ վերելքի հնարավորությունը ունենք։ Եվ ասեմ ձեզ, որ հենց այդ գիտակցումը, որ աշխարհում ինչ է կատարվում, տեսեք, Նիկոլ Փաշինյանի պաշտպանները ասում են, այն մարդիկ են, որոնց իրան բանը ազդել է, իր այդ վախացնել է եւ այլն, մի մասն էլ ավելի ինտելեկտուալ շրջանակներից, ես շատ հստակ դա տեսնում եմ, այն մարդիկ են, որոնք ասում են, Փաշինյանը դե լավը չի, բայց գոնե մեզ ռուսներից պոկում է, մեզ դեպի արևմուտքը տա, մինչև վերջերս ասում էին, բայց այսօր չգիտեմ, իմ կարծիքով արդեն գնալու արևմուտք։ Չէ, այսօր արդեն հստակ է, որ այդ բանը
վերջացավ, հա, այդ պատրանքը վերջացավ, որովհետև եթե նայեք թե ինչա կատարում, ասենք Ամերիկայում, եւ ինչ անում Ամերիկան, հա, եւ ինչ անում Ամերիկան, ասենք որ ասել որ Ամերիկան այսօր ազատության ինչ որ աֆիրա է, մի քիչ արդեն ամոթ է։ Ներեցեք մի բան նշեմ կոնգրեսականներից կոնգրեսվումեններից կանանց կին կոնգրեսականներից մեկը մի գրառում էր արել, որ Իրանի ժողովուրդ օգնությունը ճանապարհինից ինքը եկավ հասավ նրան այն սպառնալիքին, որ եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցի, ես կհարվածեմ ատոմակայաններին, չգիտեմ կոչնչացնեմ եւ այլն։ Այս դեմագոգիան, հա, այս դեմագոգիան եւ Մինաբի դպրոցի Բայց այնպես չի, որ Ամերիկան էլ բան անում, այնտեղ ինչ որ շատ տարօրինակ վիճակներ են, ասենք Թրամփը հասկացել է, որ ինքը չի հաղթում, շուտով էլ ընտրություն։ Ընդհանրապես շատ անորոշ, ընդհանրապես աշխարհը, եթե նայեք այսօրվա աշխարհին, աշխարհը շատ անորոշ վիճակում է։ Եվրոպան էլ իր բանը ունի, այսօր հակառուսականության ամենաբաստիոնը Եվրոպան է, ասեմ դες, բայց այնպես չի, որ դա դա ապագա ունի էլի այդ հակառուսականությունը, դա արդեն անցյալ է։ Այսօր ստեղծվում է նոր աշխարհ, իսկապես դժվար է ասել վաղը ինչ կլինի, որովհետև այս նոր աշխարհի մի կենտրոնական ֆիգուրը Չինաստանն է, որ այսօր ձայն չի հանում։ Հա, եւ եթե մենք ունենանք, ասենք, նայեք, մենք իհարկե պարտված ենք, թուլացած ենք այսօր, բայց խոշոր հաշվով, եթե նայենք, եթե մենք կարողանանք Նիկոլին հեռացնել եւ լավ ղեկա, մեկ ցավոք այսպես ընդդիմության մեջ այսպես մեկ ֆիգուր, որ ասենք այդպես չկա, բայց կգա, հա, եւ կարելի է ուրիշ ձև գտնել, ասենք, միավորման։ Եվ մենք ուղղակի մենք որպես ազգ ոտքի կանգնենք եւ կարողանանք իդեպ ամենակարևոր բանը, ասենք Նիկոլ Փաշինյանը ինչ արեց, մեր ուժը ասեցի Արցախի հետ հիշողություններ, մյուսը եկեղեցուն հարվածեց, բայց պարտվեց, ակնհայտ է, որ եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը պարտվեց, մյուսը Սփյուռքն է, որին էլի այդ ցեղասպանության հարցը ինչ որ զզվելի ձևերով ներկայացնելով ինքը Սփյուռքին էլ ավանում։ Մենք պիտի հակառակը անենք, հա, մենք Նիկոլին հեռացնելուց հետո պիտի եկեղեցին արդեն վերականգնվում է։ Եկեղեցին փաստորեն եւ ամենակարևորը մենք պիտի Սփյուռքի հետ նորից կապերը ուժեղացնենք եւ այս իրավիճակում, ասում ենք, երբ աշխարհը խառնվել է իրար, մենք էլ այդ խառնված աշխարհի մի տեսակ խաչմերուկում ենք, հա։ Եթե մենք ունենք լավ ղեկավարություն եւ լավ մթնոլորտ մեր երկրում, մենք կարող ենք հակառակը այս իրավիճակում, ասենք, մեր շահերը Չինաստան բացարձակ չեն հակադրված, հակառակը ընդհանրություններ կան, մենք իսկապես կարող ենք նորից վերել կապրել։ Դրա համար ասում եմ, իմպերատիվը այն է, որ Նիկոլ Փաշինյան չէ, ընդհանրապես մենակ Նիկոլ Փաշինյան չի։ Դեպի թիմում, թվում մարդիկ կային, որոնք նորմալ մարդիկ էին թվում, բայց հիմա որ նայում ես պարլամենտ ազգային ժողովում ինչեր են խոսում, այսինքն ոնց որ դա ինչ որ ուղեղների բան է կատարվել, հա, ինչ որ հիվանդություն է, որը մենք չպետք է թույլ տանք որ տարածվի, հա, ինչ որ ուղեղային, ասենք լսում ես ինչ են խոսում, այդ բանը չպետք է խելոք երիտասարդներ էին։ Այսինքն ինչ որ վիրուս է անկել ԿՊ-ի միջոցով եւ պետք է մենք վիրուսը հեռացնենք մեր մարմնի միջից, մեր մտածողությունից պետք է հեռացնենք այդ վիրուսը։ Լրիվ բան անհույս վիճակ չի, դա հնարավոր է եւ այս ընտրությունները դրա շատ ռեալ շանսն է դա։ Եվ մենք դա կարող ենք անել։ Տիկին Պետրոսյան, այդ մետրոյի միջադեպից մենք սկսեցինք, հա, Կիրակի օրը տեղի ունեցած, որը դատապարտվեց, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատապարտվեց։ Մի քիչ անորոշ, մի քիչ ահագին անորոշ ձևով, բայց երեք էլ կարծեմ նաև ասել էր անկախ նրանից ով է, որ քաղաքական գործիչներ, ես դատապարտում եմ այդ միջադեպը, իհարկե ավելի կոշտ գնահատականներ կարելի է սպասել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, բայց բացի քաղաքականից, հա, այդ քարտեզի դեպքը, հա, ինչպես շարքվեց մարդկայնորեն, այսպես երեխայի ներկայությամբ կնոջ վրա այդպես թափտալ եւ այլն, եւ երկրորդը ընդդիմությունը, արդեն դա այսպես մատը կողում էր սենց, արդեն աչքներ կողում դիմացին ստացի։ Ընդդիմության մեջ արդեն իսկ մի քանի խոշոր դաշինքներ միավորներ ձևավորվում են, այսինքն երկրորդ նախագահի շուրջ ձևավորվող Հայաստան դաշինքը, Դաշնակցություն, Առաջ կուսակցություն, այլ հասարակական կազմակերպություններ, Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստանը, Գագիկ Ծառուկյանը նախաձեռնել է Առաջարկ Հայաստանի ծրագիրը եւ դրան միացել են մի շարք այլ ուժեր, Հայակվեն եւ Միասնության թևերն են միավորվում, Նշան դաշինքն է միացել, այլ ուժեր կան, այս բոլոր ընդդիմության ուժերի հետ հավաքականորեն կամ առանձին ինչ հույսեր է կապում կամ ինչ հույսեր կարող են կապել եւ հասարակությունը եւ խաղաղության մասին, խաղաղություն թե պատերազմ։ Գիտեք, ընդդիմությունը կարծում է, որ սա կեղծ հանրային
դիսկուրս է, խաղաղություն թե պատերազմ դիսկուրս չկա, սա Փաշինյանի կողմից առաջ մղվող հանրային դիսկուրսն է, ըստ ձեզ որը այսօր պետք է լինի իրական հանրային դիսկուրսը։ Ես մի կարևոր բան ասեմ, այդ ուժերը թվարկեցիք, ասում եմ, իհարկե թվում է առաջին հայացքից այսպես վատ է, որ այսպես մեկ ամենաուժեղ հստակ ինչ որ լիդեր չկա ընդդիմության մեջ, բայց մյուս կողմից էլ գուցե հիմա ունենք այն ինչ ունենք, պետք է այդ միավորման այնպես անել, որ իրանք իրար չվնասեն եւ շատ ռեալ շանս ունեն հաղթելու, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Այդ որ ասում եք խաղաղություն թե պատերազմ, տեսեք Նիկոլ Փաշինյանը անդադ խոսում է պատերազմից, ասում է ես խաղաղություն եմ բերել, բայց ինքը ասենք ինչու իսկապես այս այն ժամանակ Ադրբեջանը չի հարձակվում, չէ՞, մի ժամանակ այնպես բաներ էին, դեպքեր էին անդադ, հիմա չի։ Ինչու, որովհետև Ադրբեջանի բոլոր պահանջները Նիկոլ Փաշինյանը լրիվ սենց կատարում է։ Թվում է թե դա եթե մի հատ լավ չպատկերացնենք իրավիճակը կարող ասեն դե լավ կատարում է որ պատերազմ չլինի բայց մի կարևոր բան ասեմ մարդկանց մի մասը իսկապես մտածում է որ լավ Արցախի հարցն էր խնդիրը միայն ասենք Արցախի լավ կորցրինք վատա կորցրինք բայց գոնե պրծանք այդ հակադրությունից պետք է հստակ իդեպ մարդկանց մեծ մասը դա չի գիտակցում եւ իրականում հանրությանը չի էլ հասցված իրականում Ադրբեջանի պահանջը Հայաստանից միայն Արցախի հետ չի կապվում այս վերջերս ես ինքը ադրբեջաներեն չեմ կարդում բայց արդեն մարդիկ կան որ թարգմանում են եւ այլն բարձվում է արդեն սա պետք է մեր հանրության գիտակցությանը հասցնել մի քիչ ուշացումով բայց հասցվում է բայց պետք է ավելի հստակ հասցվել նայեք Ադրբեջանը բարձվում է իրանց պատմաբանները եւ այլն շատ վաղուց ունեն կոնցեպտ որ այս Հայաստանը արևմտյան Ադրբեջանը եւ դա չի կապվում հայո դե իրանք այդպես են ասում հարավային Ադրբեջանը էլ ունեն իդեպ Իրանի հետ կապված այսինքն իրանական ադրբեջանական այսինքն իրենք համարում են որ Հայաստանը ամբողջ Հայաստանը հա այս Հայաստանը մեր Հայաստանը իրականում Ադրբեջանն է եւ իրենք ոչ թե պարզապես համարում են իրենք ուրեմն ամբողջ միջազգային ասպարեզում այդ թեզը առաջ են տանում Տաբերձևը իդեպ ես դա Ամերիկանում էի նկատել բայց այսպես լավ չէի այն ժամանակ ուշադրություն դարձնում իրենք դե իրանց ձեռքին էլ նավթ ունեն եւ այլն տեսեք հիմա աշխարհում ամեն ինչ փողով է այդ մենք կարծում էինք կա ինչ որ հուսավոր արեմուտք որտեղ միայն ճշմարտությունն է ախտում ոչ չէ պարզա որ փողն է այսօր աշխարհում իշխում եւ փող ունենալով իրենք այդ թեզը հստակորեն առաջ են քաշում եւ եթե ասենք մենք պահպանենք Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար որը ասում է մենք պետքա ասած վատ բան չասենք Ադրբեջանին ինչ ասում է անենք որպեսզի պատերազմ չլինի ասենք վաղը Ադրբեջանը հստակ բաներով գալու է նրան որ նախ բերելու է ադրբեջանցիներին ասենք այդ տարածքները որտեղ իրենք այո ապրում էին բայց դրանից հետո դրանով ինքը չի բավարարվելու դրանից հետո ինքը ամբողջ Հայաստանը մտցնելու է իր կազմի մեջ գիտեք ինչ իսկապես այնքան բան է որ ես էլ որ սկզբում բանը անմիջակ անհավատալի է չէ դա թվում բայց իրականում ինքը իրենք չեն թաքցնում հստակ դրել են այդ ծրագիրը եւ եթե մենք ունենանք ասեմ Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար այդ ծրագիրը իրագործվելու է որովհետեւ տեսեք փաստորեն դուրս է գալիս Նիկոլ Փաշինյանի երբեմն հակասական այդ ճղճղոցների վայրին, բայց եթե վերցնես իր կենտրոնական գիծը, ինքը ասում է, որ մենք այս տարածաշրջանում մենք ենք մեղավոր ազգը, անդադ բոլորի հետ կռիվներ ենք արել, կռիվների մեջ ենք ընկել, եւ հիմա եթե պետքա փոխենք, ոչ մեկ էլ չպետք է կռվենք, այդ դեպքում դուրս է գալիս, որ Ադրբեջանը էդ էլ որ ասի, ասենք մենք չպետք է կռվենք եւ ի վերջո մենք փաստացի մտնելու ենք Ադրբեջանի կազմի մեջ։ Սա թվում է իսկապես թվում է ինչ որ անպատկերացնելի մի բան, բայց եթե Նիկոլ Փաշինյանի գիծը շարունակվի, մենք դրան հասնելու ենք։ Ուրեմն նայեք, այսինքն սարսափելին միայն պատերազմը չի։ Ի վերջո, եթե Նիկոլ Փաշինյանը մնա, ինքը դա կարող է անել լավ առանց պատերազմի, այսինքն առանց պատերազմի մենք Հայաստանը կկորցնենք։ Եվ ինչ կկատարվի, եւ պարզա որ մարդկանց մեծ մասը թողի կգնա Հայաստանից եւ Հայաստանը կվերանա։ Այսինքն խաղաղություն, եթե դու դրան ես ասում խաղաղություն, որ Հայաստանը դատարկվի եւ այլն, ներողություն, դա խաղաղություն չի, դա մահ է, դա խաղաղ մահ է, այսինքն բանով նարկոտիկը սրսկում ես, որ ցավ չզգաս եւ մեռնում ես։ Դա
ընդունելի չի։ Ես կարծում եմ շատ կարևոր է սա հասկանալը։ Եվ դրան հակադրվելը իդեպ ինչ է, դրան այնպես չի, որ դրան հակադրվելու համար մենք միայն բանակով, իհարկե մեզ պետք է ուժեղ բանակ, բայց մեզ պետք է մի երկիր, որը իր իրավունքները, տեսեք, օրինակ այդ բանի հետ Վաշինգտոնում կնքված բանի մեջ Վաշինգտոնի հռչակագրում կա պահանջ, որ մենք ամբողջ բաները հետ քաշենք, չէ՞, մեր այսինքն այն ինչ որ իրանք արել են այդ դաժանությունները եւ այլն այդ հանցագործությունները պատերազմական մենք այդ բաները հետ ենք քաշել, այսինքն դուրս է գալիս մենք Արցախի դատարկումը մենք արդարացնում ենք լրիվ, հա, ամեն ինչը իրանց արած եւ դուրս է գալիս այդ դեպքում, այսինքն մենք մեր իրավունքներից, ազգային իրավունքներից, պետական իրավունքներից հրաժարվում ենք, եթե դա նշանակում է դու ինքնասպանություն, հա, քաղաքական ինքնասպանություն։ Ես կարծում եմ մենք պետք է այդ փոխենք, այսինքն մենք պետք է մեր հիշողությունը չկորցնենք, մենք պետք է իհարկե Արցախը վերականգնելը այսօր այնպեսի մի վիճակում ենք, որ այսօր հնարավոր չի, մենք չենք բանանելու ինչ որ պատերազմ սկսելու, դա ոչ մի քաղաքական նման բան չի ասում, բայց մենք պետք է պահենք այն կետերը, այն իրավունքների այն բաները, որոնք մեզ թույլ կտան, եթե մենք ուժեղանանք որպես երկիր, եթե իրավիճակը փոխվի, մենք Արցախը կարող ենք վերադարձնել հեչ պարտադիր չի պատերազմը, որտեղ բոլոր իրավունքներով արցախցիները իրավունք ունեն այնտեղ ապրելու։ Եթե ի վերջո աշխարհում կարող է իրավիճակը փոխվի, չէ՞, եթե քիչ թե շատ էս պատերազմը վերջանա եւ նորից կգա հանգիստ ժամանակներ, այդ ժամանակ նորից կգա իրավունքների ժամանակ, այդ ժամանակ մենք պիտի մեր սեփական, բայց եթե մենք այս Նիկոլ Փաշինյանի գիծը շնորհակալ ունենք, ասեն դուք ձեր իրավունքներից ինքներդ եք հրաժարվել, հիմա էլ ո՞նց եք վերականգնելու։ Եթե դու ես հրաժարվում քո իրավունքից, դու այլևս չես կարող վերականգնել։ Ուրեմն մենք պիտի պահենք մեր հենասյուները, որ մի օր նորից ոտքի կանգնենք։ Հիմա տեսեք, գալիս ենք այս վերջին օրերի շաբաթների ամենաշատ քննարկվող եւ ամենավիճահարույց թեմաներից մեկին, որը կրկին կապված է, այսպես ասած, պատերազմի հետ եւ պատերազմի սպառնալիքի հետ։ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթվանից մի շարք հայտարարություններ է արել, որ եթե ինքը չվերընտրվի, նախ ինքը այն ուժերի մասին, որոնք մենք խոսեցինք, նա ասում է, որ այդ ուժերը ռևիզիային ենթարկում խաղաղությունը եւ պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ։ Հետո հայտարարում է, որ ըլնելու է աղետաբեր պատերազմ ու աղետաբեր պատերազմ, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, չեմ ասում հաղթի ընտրություններում, սահմանադրական մեծամասնություն չստանա։ Եվ երեկել է խոսել այդ մասին, այսօր էլ է խոսել այդ մասին։ Փաշինյանի այս հայտարարությունը, դուք ինչ եք կարծում, այսինքն մարդկանց ահաբեկելու, վախացնելու փորձ է, մարդկանց ազատ կամ արտահայտման վրա նկատմամբ բռնություն է, ինչ է, այսինքն մարդիկ ինչպես սա կընդունեն։ Դա մաքուր շանտաժ է, բացահայտ այդ բոլորը ասեցին եւ ճիշտ ասած ես չգիտեմ այդ շանտաժը ուղղված էր ընդ որում ոչ միայն բանին ժողովրդին, այլև ուղղված էր քաղաքական ուժերին, դա մաքուր բաներ, որ ես ամեն ինչի գնալու եմ, հա, եթե դուք ինչ որ շարունակեք պայքարել, ես բռնություն, ոչինչի առաջ, դա ասում եմ միայն պատերազմի մասին չէ, որտեղ բացահայտ սուտ էր, ասենք այդ քիչ թե շատ հետո կասկան, որ ոչ մի ընդդիմադիր ուժ չի ասում, ես գալու եմ եւ ինչ որ պահանջներ եմ դնելու կամ ինչ որ Ադրբեջանից բոլորը նույնիսկ չափազանց զգուշ են արտահայտում, բայց ես մի բան եմ ուզում ասել, այդ բռնության, այդ բռնության մասին որ խոսեցինք, իդեպ եթե նկատել եք Փաշինյանը մոտավորապես շատ նման է, ասենք բոլշևիկյան բանին իր վարվելակերպը, որովհետև շատերը չգիտեմ հիշում են այդ բոլշևիկյան շրջանը, այն ժամանակ, այո, բոլոր բռնությունները, հա, իդեպ նայեք բոլշևիկների ժամանակ երեխաները իրանց ծնողների դեմ Ստալինի ժամանակ էլ, բայց բոլշևիկներից է սկսել երեխաները իրանց ծնողների դեմ բաներ էին գրում, դանոս էին ասում, բան էին գրում, այո, Պավլիկ Մորով։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ուզում է հասնել դրան, ուզում է հասնել բարոյական լրիվ բոլոր բաների եւ ուզում է հասնել նրան, որ մարդկանց մեջ միայն աշխատի վախը, ատելությունը եւ բանը կատարվի մարդկանց բարոյական բացարձակ անկում, հա։ Եվ ոնց որ թե մինչեւ վերջերս ոնց որ երևում էր, որ դա
աշխատում էր, տեսեք այդ բաներ եւ ատելության երկու հիմնական բան կար, նախկինները, հա, բաները եւ ռուսները, հա, ռուսները։ Բայց ասում եմ, այս մետրոյի միջադեպը ցույց տվեց ոնց որ թե աշխատում էր, բայց մի հատ կետի հասավ, որ ոնց որ թե չափ, չգիտեմ, ինչ որ չափի բանն անցավ, իմ կարծիքով էլ չի աշխատի, հա, որովհետեւ պարզ է, տեսեք եկեղեցու, եթե հիշում եք, այդ եկեղեցի ինչ սարսափելի լեքսիկոն էր, ինչ սարսափելի երեք պատաբար անգլերեն ինչ որ բան էի կարդում, նորից հիշեցի, ես էի մոռացել, հա, ինչ էր գործածվում, ինչ զզվելի բան, բայց չհաղթեց։ Ես կարծում եմ, այստեղ էլ չի հաղթի, հա։ Մեր ժողովուրդը, գիտեք, ամենավտանգավոր բանը, շատերը մեր ժողովրդից հիասթափված են, հա, ասում են Նիկոլ Փաշինյանը ժողովրդին է արտացոլում, հա, ինքը բան։ Ես ամենավտ արժանի է, հա, մեր ժողովուրդը արժանի է։ Ես կարծում եմ, մեր ժողովուրդը ոնց որ թե բան անում, որ ապացուցի, որ դա սուտ է, ամենամեծ սուտն է։ Ուղղակի ժողովրդի վրա իսկապես բանա քարոզչական ահավոր հեղեղ է թափվում, բայց ոնց որ թե մարդիկ արթնանում են, չգիտեմ, ես այսքան ասեցի չեմ ուզում շատ աչքով տամ շատ լավատես, բայց ես հավատում եմ, գարունն էլ գալիս է, ես կարծում եմ, որ մենք, բայց ասում եմ, միայն Նիկոլ Փաշինյանն հեռացնել հերիք չի, դա որտեվ շատ դժվար է, այնքան բան է քանդել, այնքան բան է, բայց մենք եթե մենք այդ հեռացումը կատարվի այդ զարթոնքի վրա, այդ մենք մեր մեջ ուժը վերականգնվի, մենք շատ բաներ ամեն ինչ չենք կարող վերադարձնել, Արցախահարակ չենք կարողանա վերադարձնել, բայց եթե մենք մեր հավատը, մեր ուժերի նկատմամբ վերականգնենք, մենք շատ բան։ Տեսեք, դա էլ է Նիկոլ Փաշինյանը դիտարկում, համարում խաղաղության ռևիզիա, խաղաղության ռևիզիան վերանայումը դա պատերազմի համար դուռ բացել է։ Այսինքն երբ մենք ասում ենք, որ Արցախի Այո, ես այս վերջերս մի հատ դեպք է, չի տեղ ունեցել, ինչ որ կանգնել էին Արցախի նկարել էին, թե ինչ էին արել։ Այո։ Հա, այսինքն, բայց դա ասում եմ, իրան թվում է, բայց ինքը ասում եմ, այդտեղ չափերը լրիվ անցնում է, հա, ասենք դե ցեղասպանության թանգարանի դեպքը, չէ, ինքը ոնց որ արդեն պիկին է հասել, այդ թվում էր ինքը առաջագնում, հաղթում է, չէ, արդեն իմ կարծիքով արդեն պարտվում է։ Ասենք մետրոյի դեպքում հստակ պարտվեց եւ խոշոր հաշվով իր պարտությունը սկսվել է։ Եվ իհարկե դա այսպես բան չի, ես ասում եմ, որովհետեւ դա հնարավորությունն է ստեղծվել եւ ես ինքս ամեն ինչ անելու եմ, որ այդ հնարավորությունը իրագործվի եւ ես դիմում եմ բոլոր մարդկանց, ասենք, որոնք մտային դաշտում են, գիտեմ, որ կան այդ մարդիկ, եկեք միասին այդ վերելքը Հայաստանի իրագործենք։ Դա մեզանից է կախված։ Տիկին Պետրոսյան, հիմա անդրադառնանք Փաշինյանի եւ իր կուսակցության այս նախընտրական քարոզարշավի հնարքներին, թեև նախընտրական քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, բայց ամբողջ օրը միացնում ես լուրերը նայում ես կուսակցական քարոզարշավ, հա, թե ինչ տեխնոլոգիաներ, անհետ ինչ որ ձևակերպում։ Եվ ներկուսակցական քարոզարշավը ինչի է հանրային հեռուստաընկերությունը, այո, ասում լուրերի 90%-ը իրենց բանն է։ Խայտարակություն է դա երբեք չի եղել, ես լուրերը ասենք հիշում եմ, այլեմ երբեք չի եղել տենց բան Հայաստանում, որ լրիվ մենակ, ասենք իշխող ուժի ռեկլամը լինի։ Անունը ի վերջո հանրային են դրել, ոչ թե պետական, որ հանրության համար։ Գոնե ձերի համար պահում էին այդ բանը հավասարակշռությունը, Նիկոլը լրիվ անցել է բոլոր։ Դուք մի շատ կարևոր բան եւ ճիշտ բան նկատեցիք Տիկին Պետրոսյան, որ վախի վրա է, ինքը շեշտ է դնում, Նապոլեոնը ասում էր, որ մարդուն ամենաշատը առաջ է տանում, առաջ է մղում վախն ու շահը։ Սկզբից սրտիկներ էին, տեսեք, իրենց քարոզարշավի, հիմա նա անցավ վախերին։ Հիմա ինչ է կարծում, այդ ուրախ ավտոբուսի ամբողջ այդ պատմությունը, ցածրաճաշակ ռաբիս երաշտությամբ, ուտելով, չգիտեմ, կարտոֆիլ, կուկուռուզ, կարկանդակ եւ այլն, նա հասարակության որ շերտերի վրա է հատկապես ուզում ազդել։ Ինչ է կարծում։ Դե պարզ է այն շերտերի վրա, որը հա, որի համար այդ պերաշկին է կարևոր, բայց իմ կարծիքով չգիտեմ։ Գուցե ես ասում չգիտեմ, գուցե այդ շերտերի վրա ազդում է, բայց մարդկանց այն շերտը, որը ամեն դեպքում այդտեղ չի, ասենք մարդիկ կային, որ ասում եմ, դե ասում են, հա, Նիկոլ լավը չի, տենց չի, հիացած չի, բայց հանդուրժում էին։ Ինքը բանը սահմանը անցավ, որովհետև այդ ես չգիտեմ, ասենք այդ սրտիկը այդ Ընդ որում հետաքրքիր է, որ դա համընկավ այդ Իրանի դեպքերի հետ, հա, եւ ասենք շուրջը աշխարհը քանդվում է, հա, համընկավ էլի, բայց համընկավ թե չէ, այսինքն ոնց է էլի քո շուրջը պատերազմ ակոբանը եւ դու այդ
ես չգիտեմ, դա գուցե ինչ որ շերտի ազդում է, ես չգիտեմ քանի տոկոս է այդ շերտը, բայց մեծամասնության հայաստանցիների մեծամասնությանը ինձ թվում է ինքը հակառակ է, այսինքն դա ես չգիտեմ ինչ է, դա մի տեսակ Եվ սկսվեց քաղաքական ստրիպտիզեր ասենք լրիվ ցույց տվեցին, էլի, ինչ ասեմ։ Եվ սկսվեց այդ կարկանդակ կուկուրուզի, ասենք այդ կարտոֆիլ, բերաշկի, սիբեխի այդ ամբողջ էպոպեան։ Հիմա ինչ է կարծում, սա այն նույն հին հռոմեական քաղաքական տեխնոլոգիան է հաց եւ տեսարանների միջոցով ժողովրդի սիրտը շահելու, թե նա կարծում է, որ մեր ժողովրդի համար կամ ժողովրդի մի զգալի հատվածի համար ավելի կարեւոր է ստամոքսն ու փորը, քան թե ինքը ոչ թե կարծում եմ, դա իր բացահայտ քաղաքականությունն է։ Եվ շատ հստակ է, որ ինքը այդ խավի վրա է հենվում։ Իդեպ այդ խավը բոլոր ազգերի մեջ այդ խավը կա այդ մասը, մարդկանց այդ մասը, շատ հստակ է։ Իդեպ այդ որ ասեցի, շատեր ասում են հայ ժողովրդարժանի Նիկոլին, չէ, որ ես միշտ հակաճառել եմ, ասում են, բա ոնց է, որ ինքը նորից ընտրվեց, ժողովուրդը փոխվել է, ասում են ժողովուրդը փոխվել է։ Չէ, ժողովուրդը չի փոխվել։ Ես հայ ժողովուրդը ասեմ այդ բանը, ցանկացած ժողովրդի մեջ, ցանկացած ամենալավ ամենաբան ժողովրդի մեջ կան տարբեր շերտեր։ Կա մի շերտ, ազգային հարցում ասենք վերցնենք, բարոյական հարցերում, բայց բանը վերցնենք։ Կա մի շերտ, որի համար կարևոր են գաղափարները, որի համար կարևոր են արժեքները, այդ շերտ եւ ինքը ոչ մի դեպքում անգամ թե իրան կյանքին վտանգ սպառնա, ինքը այդ արժեքներից հետ չի քաշվի։ Բայց այդ մարդիկ, որոնք ամեն գնով այդ կպահեն, դրանք չեն կարող մեծամասնություն լինել, որտեղ դա բան է, դժվար բան է, հա, եւ այդ մարդիկ ընտրյալ, ասեմ, ընտրանին է, որը քանակով փոքր է։ Եվ մի հատ էլ կա ամենացածր մի հատ խաղ, որ ընդհանրապես ամեն ինչի վրա թքած ունի, այդ էլ ամենացածր, այդ էլ է փոքրամասն։ Էդ էլա փոքրամասն, չէ, պլեպսը մի քիչ ավելի շատ է։ Երկու ծայրահեղությունները կան, ասենքն այն մի ծայր, որը ազգի ընտրանին է, այն որը ցածն է, որ իրան միշտ կարող ես խաղալ, եւ մեծ մասը, ասենք նրանք գուցե 10% են, կամ 20 շատ% են, 20, բայց այն մեծ մասը, չգիտեմ, հաստատ կեսից ավելին։ Այն մարդիկ են, որոնք, ասենք, ոնց ասեմ, նորմալ մարդիկ են, բայց ոչ հերոս են, ոչ սրիկա են, պարզապես մարդիկ են։ Եվ այդ մարդիկ քանի որ շատ մեծ ուժ չունեն դիմադրել կոման, իրանք առաջնորդվում են թե ինչ իրավիճակ է։ Եթե երկրում լավ իրավիճակ է, հա, 88-ի նման, հա, ոտքի են կանգնած, իրանք անցնում են այն կողմը, ասենքն իրանք ոտքի են կանգնում, իրանց մեջ աշխատում է այն լավ մասը։ Եթե երկրում անկում է, Նիկոլ Փաշինյանն բանը, իրանք իջնում են ցած, իրանք միայն պերաշկին է դառնում։ Այսինքն ուզում եմ ասեմ, Նիկոլ Փաշինյանը կատարել է հայ ժողովրդի բարոյական անկման գիտակցված գործողություն, հա, հետևողականորեն, հա, քաղաքականություն, բայց ես վստահ եմ, որ այդ մեր առանցքը ամուր է եւ մենք վերջնական կոտրված չենք եւ ասում եմ այս ընտրությունները եւ այս բանը հնարավորություն է ոնք վերջապես եւ մենք ոտքի կանգնենք այն մասը, ասենք, որը դեռ մինչեւ հիմա հանդուրժում էր Նիկոլ, արդեն վաղը աչքերը կբացի, ինքը էլ չի հանդուրժի։ Ես դրան լրիվ վստահ եմ դրանում, որովհետեւ ես մեր պատմությունը շատ լավ գիտեմ, մենք իհարկե Նիկոլ Փաշինյանն հիմա որ նայում եմ մեր պատմությանը, մենք ունեցել ենք, ասենք, վատ դեմքեր, ասում են դավաճան, բայց Նիկոլ Փաշինյան չէ, ոնց որ թե չենք ունեցել, հա, իսկապես։ Ինքը հիմա ես չեմ տեսնի, բայց եթե մի քանի դար անց, ինքը ոնց որ թե մեր պատմության ամենասև ֆիգուրն է, իսկապես։ Չգիտեմ, հա, թե ինչ արած, բայց բոլորը գնում են պատմությունը։ Ուղղակի այնպես չլինի, որ Հայաստանը իր հետ չգնա, ինքը կգնա, բայց վտանգը իսկապես կա, մենք պետք է այդ վտանգը գիտակցենք, որ ինքը, ասենք, որ ասում է պատերազմ չի լինի, բայց ինքը կարող է, ասինքն ինքը եթե մնա, ինքը առանց պատերազմի վերացնելու է Հայաստանը, թույլ տալու, որ վերացնեն Հայաստանը։ Ինքը դա արդեն ասում է։ Եթե պերաշկին է, վերջո, եթե պերաշկի ուտելու համար է, մենք Ադրբեջանի կազմում էլ լավ պերաշկի կուտենք։ Իր նպատակը դա է։ Եթե դու հասնում ես նրան, որ մարդկանց համար կարևոր պերաշկին է, Ադրբեջանի կազմում կմտնի, այդ էլ կասի, ձևը կգտնի, ոնց որ ասում են լավ է, չէ, որ Արցախը կոչենք ուրախանանք, անկախացրին, նույն բան այնտեղ կասի, եղբայրներն են մեր ադրբեջանցիք, իրան մեծացել ենք, կասի,
Չէ, եթե մենք մտնենք Ադրբեջանի, եթե Հայաստանը մտցնի Ադրբեջանի կազմ եւ հայերս ադրբեջանական հանրապետության քաղաքացի դառնան, ասի տեսեք ինչ մեծ պետություն ունենք։ Կասի, չէ, ինքը դա կասի, իր տրամաբանության մեջ է, բայց չաստված մի ասի, բայց մենք վտանգը պետք է։ Իսկապես դա ես հիմա ասացի, հասկացա, որ շատերը չեն գիտակցում, որ իր նպատակը Հայաստանը Ադրբեջանի կազմի մեջ մտցնելն է։ Այսինքն իր հետևում կանգնածների նպատակը կամ սենց ասեմ։ Բայց միևնույն ժամանակ խոսում է Հայաստանի անկախությունից եւ իշխանությունից։ Այդ ամենամեծ բանն է, եթե ուզում ես մարդուն տանում ես դեպի մահ, ասում ես դες քեզ դեպի կյանք եմ տանում։ Հիմա մենք փորձեցինք հասկանալ, թե փաշինյանական ընկալումը որն է խաղաղության։ Այսինքն ես ուզում եմ հասկանալ, եթե Ադրբեջանի Թուրքիի սրի տակով չենք անցնում, նրանց չենք հպատակվում, նրանց ստրուկը չենք դառնում, նշանակում է մենք խաղաղության դեմ ենք։ Եվ երկրորդը, հա, այդպես է ստացվում։ Հա, իր ասելով այդպես է, բայց այդպես չի։ Խաղաղություն լինում է, եթե դու գոնե այնպեսի ուժ ես ունենում, որ ասենք քեզ չեն լրիվ գետնին հավասարեցնում, հա։ Եթե նա ասում է, որ այսպես չի կարելի, այսպես կոչված ներկայիս այս ստատուս կվոն կամ խաղաղություն կոչվածը վերանայման ենթարկել։ Ձեզ այդ դեպքում ընդդիմադիր այս հիմնական ուժերը, խոշոր ուժերը ինչ պետք է առաջարկեն նույն Հայաստանի ուղերձ պետք է եղեն հասարակությանը։ Չէ, նախ ասեմ, որ այպես ես դա չեմ կարող ասել, որ բարդ հարց է, այսինքն քաղաքական գործ չեմ եւ ասեմ ձեզ, որ իրավիճակը նաեւ փոխվել է, որովհետեւ այս բանը, տեսեք, այդ տրիպը չի ստորագրված, չէ, նախաստորագրված է, չէ, այդ համաձայնագրի չկան գիտեմ, նախաստորագրված է։ Եթե խաղաղության համաձայնագրի մասին ենք խոսում, այո, բայց նայեք, տեսեք ինչ է կատարվում, դեռ Իրանի պատերազմը, Իսրայելը, Թրամփը այնպես ընտրություններ են տրամնել, վիճակն էլ այդպես բան չի կարող, վաղը Թրամփը գնա։ Եվ դրա համար ես չգիտեմ ինչ պետք է անել, բայց ընդհանրապես պետք է սկզբունքները պաշտպանել, հասկանալ, որ մենք այո պատերազմը բնականաբար չենք ուզում, մենք բան ենք ուզում, բայց դրա պայմանը, որ մեր վրա ոչ մեկը չի հարձակվի, մեր բան կեցվածքն է, այսինքն եթե տեսնեն երկիրը ոտքի է կանգնում եւ բանա, այդ Հայաստանի վրա հարձակվելը այդքան հեշտ բան չի լինի, Հայաստանի վրա ինչու է այդքան հեշտ դարձավ հարձակվելը, որովհետեւ մենք այնպեսի ղեկավարություն ունենք, որ ինչ որ մեկ այսօր ճվում Արցախ Հայաստանը եւ մերջ, հետո գնում էր ուրիշ բաներ, հետո ասում էր ես ինձ գժի տեղ եմ դնում, բնականաբար ասենք Ադրբեջանի համար դա ամենալավագույն պահն էր Հայաստանի վրա հարձակվելու համար։ Եթե մենք նորմալ ղեկավարություն ունենանք եւ բան վիճակ, այդքան հեշտ չի լինի մեր վրա հարձակվելը։ Պարադոքսն ամենամեծ անհետեթությունն այն է, որ հիմա երբ ասում է, որ ընդդիմությունը հանկարծ մի բան է ասում, որ կարող է պատերազմ բերել, նա այդ նույն բանը, ասենք ինչպիսի հայտարարություններ են 2018-19։ Ինքը իր արածը ոնց որ այդ մետրոյի դեպքից հետո ինչ եղավ, հիշում եք, ինչ եղավ, հետո որ ասին, ասաց ես տենց բան եմ ասել, իր ասածը կամ իսկապես չէր հիշում կամ չգիտեմ լրիվ ապուշի տեղ էր, այդ նույն բանն է, ասենք այդ նույն բանն է, որը ոնց որ գնացիր ասեցիր Արցախ Հայաստանը եւ վերջ, հետո հիմա ասում ես, ասինքն հպարտ քաղաքացու անձնագիրը, որ Արցախի հետ էր։ Հիմա Արցախը պոկում ես, հիմա շուտով Արցախ բառը երևի կարգելվի, կարծեմ արդեն արգելված է, ինչ որ սկսել են։ Մենք սովետից էինք խոսում, այդ սովետի ժամանակ էր այդպես, ինչ որ բառի համար մարդ։ Դե հիմա ասենք ես մի քիչ վատն եմ զգում, որ ասածներս այս քննարկում, որտեվ իսկապես ինքն հենց անում, որ այդ իրան հետևես ու ուղեղդ կախի, հա։ Դե որ իմ ուղեղը նույնիսկ եթե այդպես զգում եմ ուզում ա կախվի, մարդկանց ուղեղը կախվում է։ Դե մենք պետք է այդ վիճակից դուրս գանք եւ ասենք ռացիոնալ մեր ժողովրդի ուժը, այո, մենք հենց այդ մենք բոլորս գիտենք, որ մենք ունենք այդ հնարավորությունը, մենք մտքով ուժեղ ազգ ենք, այդ մեզ Ադրբեջանում հենց տենց են ճանաչում, մենք ճկուն ազգ ենք նաեւ, իդեպ մենք արևմուտքի ավելքի արանքում ենք եւ մեր մեջ եւ արևելքից կա եւ արևմուտքից կա, իդեպ այս բանը։ Բայց ինչ է ժողովուրդը, Շահնամեին ես հիշեցի Ֆիրդուսի դասական այդ հարցադրումը։ Դե ժողովուրդ բառը մի քիչ բան է, դրա համար հա ժողովուրդ բառը շատ հեշտ ցարկելի բառ է, հա, որտեվ իսկ ազգը ավելի հստակ բան է, ես գիտեմ, ազգը այնա, որը ունի որոշակի հիշողություն, ունի գաղափարներ, որը եւ հենց այդ Նիկոլ Փաշինյանը ստերեոտիպն Հայաստան հայերիս ուզում է որպես ազգ վերացնել, դա վերացի ժողովրդի։ Ազգ բառը նա չի գործածում երբևէ։ Հա 88-ին, եթե ես չեմ սխալվում, այն ժամանակ ավելի շատ գործածելի էր ազգ հասկացությունը, չէ՞, քան թե ժողովուրդ։ Դե որպես ժողովուրդ մենք կարող ենք մտնել Ադրբեջանի կազմում էլ որպես ժողովուրդ ապրենք, հա, ասենքն։ Իդեպի դա ի վերջո դրան է հանգում, ինքը ազգային պետությունը վերացնում է որպես բան, որովհետև
ազգային պետությունը հենց ինչի է հայրից պետք ազգային պետություն, դե մենք ունենք հիշողություն, մենք ունենք ինքը այդ վերացնում է, ինքը ուզում է վերածել պարզապես ժողովրդի, այդ որպես ժողովուրդ մենք Ադրբեջանի կազմում էլ կմտնենք։ Տիկին Պետրոսյան, բայց ազգային պետության բանաձևումն էլ պետք է լինի, համաձայն չեք, ազգային ասելով եւ ազգային գաղափարախոսություն ասելով, որովհետեւ պատկերացումները համաձայն եմ, այդ հարցն էլ մեզ հաճախված չի, իդեպ քիչ բոլոր հայերի մեջ դա կա, բայց այդպես ձևակերպված չի, չէ՞, ձևակերպումն էլ դժվար է իհարկե։ Հեշտ բան չի, հա, երբ մի քիչ վտանգավոր է այդ անցնես կարող է ազգային համառությունը։ Հա, ես կարծում եմ հիշողությունն է, դու հիշում ես քո պատմությունը, քո առանցքը։ Իդեպ ասեմ կան ազգեր, որոնց մոտ հստակ է, օրինակ Իսրայելը ունի այդ, չէ, Աստծո ընտրյալ ազգ լինելու բանը, կոնցեպտը, այդ է իրանց ազգը։ Իդեպ նույն բանը ունի նաև Ամերիկան, եւ որ շատ ասում են չէ, Իսրայելն ու Ամերիկան էլ ունի։ Ես շատ տեղյակ չեն, այո, Ամերիկան էլ համարում է, որ իրեն ընտրյալ ազգ։ Հայերս չունենք այդպես, մենք մեզ ընտրյալ ազգ չենք համարում, բայց հիշողությունը, ես կարող եմ դժվար է, բայց ասեմ, մենք հիշում ենք, որ մենք այս տարածաշրջանում, հա, բնիկներ ենք, մենք այստեղ եղել ենք եւ ասենք բավական ուժեղ ենք եղել եւ մենք դեր խաղացող ազգ ենք եղել, հետո անդադ կորցրել ենք, հետո փորձել ենք, հետո վերականգնվել ենք, այսինքն մեր պատմությունը մեր արժանապատվության վերականգնումի պատմությունն է եւ հայ ազգը ես կարծում եմ հայ նրանք են իդեպ հայ ես իմ ծանոթներ ունեմ որոնք որպես հայ ազգային այսպես հիշողության շատ ուժեղ են բայց իրենք բանով գենետիկորեն իրանց մեջ կեսով ուրիշ ազգ կա բայց եթե իրենք հիշում են հայ ազգի պատմությունը եւ դրանց կարևորը իրենք հայ են ուզում ասեմ հայը ինձ համար հենց հիշողությամբ է, որտեղ կարող է մեկնել լրիվ հայ է, բայց ինքը ոչ թե թքած ունի, ինքը արդեն հայ չի, եթե իր հիշողության մեջ, ասենք չգիտեմ որտեղ ապրում է, Ամերիկայում ապրում է, եթե ինքը հիշում է եւ հիշում է եւ դա իր համար կարեւոր է, հա, ոչ թե պարզապես հիշում է, որտեղ տատը պատմել է, այլ իր համար կարեւոր է իր գործողություններում, ինքը կարող է դրա համար վերադառնալ, ուրեմն ինքը հայ է, ինքը իր ապագան, իր բաները կապվում են հայոց պատմության հետ եւ անցյալի հետ եւ ապագայի հետ, ուրեմն ինքը հայ է Իսկ եթե չեն կապվում, ասենք պարզապես ինքը գենետիկորեն, ուրեմն ինքը արդեն հայ չի, ասենք իր երեխեքը կարող արդեն հայ չլինեն, չնայած կարող փոխվի։ Մոնտե Մելքոնյանը մեն 11 տարեկանում է իմացել իր ազգային պատկանելիության մասին։ Իդեպ, եթե այդպես հայերեն չի իմացել եւ հետո է սովորել, բայց ավելի, ասենք, նշանավոր հայ վերջին տասնամյակներում դժվար է թե։ Ես կարող եմ ասել ազգայինը ինչ է, իդեպ հետաքրքիր ասեցիք, այդ պերաշկին, որ Նիկոլ անդրադառնում է, ազգայինը պերաշկի այն մյուսն է, այսինքն եթե դու ասում ես պերաշկի բոլորս է սիրում ենք, հա, պերաշկի կամ ուրիշ բաներ։ Ես այդքան չէ, բայց չէ, հա, ուզում ասեմ ուտելիք, համով ուտելիք բոլորս է սիրում ենք, հա, եւ բոլորս բայց եթե քեզ համար կա մի բան, որը պերաշկից, ասենք պերաշկի շատ է սիրում, դու գժվում ես պերաշկի համար, բայց մի բան կա, որի համար դու այդ պերաշկից կհրաժարվես, ասենք սոված կմնաս, ուրեմն կա այդ բանը, մարդու համար չգիտեմ, եկամա կարող է իր սիրած աղջիկը լինի, իր սիրած տղան լինի, բայց դրանք հա, բայց հայրենիքը իդեպ սիրած տղան լինում է հետո երբեմն էլ չես սիրում, բայց հայրենիքը մի բան է, որը ինքը եթե ունես, ինքը էլ չի բան լինում, դու չես կարող իրան կորցնել, դու կարող ես դու կյանքդ կորցնել, բայց եթե դու հայրենիք ունես, ինքը մնում է Ասենք պետությունը կարող է կորցնես, բայց հայրենիքը չես կորցնի, եթե իհարկե որպես ազգ վերանաս, հայրենիքներ կկորցնես։ Բայց մենք չենք, մենք պատմությունը այո, ցավոք հաճախ կորցրել ենք, բայց մենք մեր հայրենիքի հիշողությունը չենք կորցրել։ Նրանք ովքեր կորցրել են, բան են եղել, վերացել են։ Տեսեք, լավ չեմ ուզում անուն տալ, բայց կան տենց ազգեր մեր տարածաշրջանում, որ շատ հզոր են եղել, հետո կորցրել են եւ չեն պահել եւ դրա համար էլ չեն կարողացել վերականգնվել։ Նույն այս պատերազմի սպառնալիքի մասին իհարկե հարցի հասցեատերը դուք չեք, բայց ինչու է Փաշինյանին թվում, որ մեր ժողովուրդը, մեր քաղաքացիները հիշողություն չունեն եւ մոռացել են, թե իր իշխանավարման օրոք քանի պատերազմ է եղել Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ։ Ինչու է նա այդպես։ Որտեղ ասում եմ, վախը ռացիոնալ բան չի, եթե իսկապես կարողանում ես վախ մարդկանց մեջ բան անել, վախը ռացիոնալ չի, վախը սրբում է հիշողությունը։ Դրա համար այդ հարցում ընդդիմությունը այո պետք է մարդկանց հստակ բացատրի, որ պատերազմը հենց Նիկոլ Փաշինյանն է բերել, ակնհայտ։ Հենց այդ իր բաներով, ճղճղոցով եւ բանով
շատ པարզ ցույց է տվել, որ Հայաստանի վրա հարձակվելու լավագույն ժամանակն է, եթե մեկը տենց ղեկավար ունի, բաց չի որ իսկ Ալիևը իդեպ པարզ բացատրում էր, որ ինքը երկար ծրագրում էր, բայց այն ժամանակ, ասենք, եւ ինքը սպասում էր այն պահին, երբ որ ամենահարմար պահը կլինի, եւ այդ պահը Նիկոլ Փաշինյանը տվեց իր ճղճղոցով եւ իր բանով։ Ինչ եղել է, իհարկե մենք դա չենք մոռանում, բայց առավել մեզ մտահոգում է, թե ինչ է սպասում առջևում։ Արդյոք ասեցի Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքականության բանը, որ ինքը բոլորին հանելա բոլորի դեմ, ասենք, չգիտեմ, այդպես այդ ներքին այդ ատելությունը, իհարկե այնպես ինքը չի հնարել, կար մինչև ցավոք, մինչև իր գալն էլ կար, բայց ինքը դա հասցրել է մի հատ բանի եւ եթե մենք ուզում ենք իսկապես դուրս գալ այդ վիճակից, մենք պետքա ձևը գտնենք, որ այդ ատելությունը հանենք, տեսեք, որովհետեւ ասենք մեր անցյալում, մեր 30 արդեն քանի տարեկան է Հայաստանի Հանրապետությունը, այո, բոլոր ղեկավարներն էլ, բոլոր կուսակցություններն էլ, եթե ունեցել են իշխանություն, գործել են սխալներ, բայց այդ սխալները պետքա հիշենք, պետքա, բայց անցյալը չպիտի ջնջենք, հա? Եվ մենք մեր անցյալը, որտեղ այդ անցյալում սխալներով հանդերձ մեր ձեռքբերումներն են եղել, մեր հաղթանակներն են եղել, եւ մենք պետքա այս փոսից դուրս գալու համար միավորման, ասում եմ, իհարկե լավ կլիներ այն գործիչները, որոնք սխալներ են գործել, իրենց սխալները ասեին, բայց ես ասել եմ դրա մասին շատ, բայց ոնց որ դա քաղաքականության մեջ չի ստացվում։ Համարվում է երևի ճիշտ չի սխալներից խոսել։ Բայց գուցե, չգիտեմ, ես քաղաքական դաշտում մասնակից չեմ, գուցե քաղաքականությունը իր օրենքն ունի, բայց մենք պետքա ձևը գտնենք, այո, եւ իդեպ այն բաները, որ մի հատ էլ ուժ կա, կոչվում է բոլորին դեմ եմ, չէ, որ այդ բոլորը հները բոլորը սխալ են, ես համաձայն չեմ, որտեղ փաստ է, որ նայես, եթե նայես քաղաքական դաշտին, պարզ է, որ բոլոր 5 քաղաքական գործիչները բոլորն էլ ինչ որ ունեն մի խավ, որ իրանց ատոմա սխալներ, բայց մեկը իրանք բանով, մակարդակով շատ ավելի բարձր են, ասենք նոր ցավոք այդպես ստացվեց, ես էլ էի ակնկալում շատ հաճախ, բայց նոր քաղաքական ուժեր համարյա չեն ձևավորվել, չգիտեմ դա ինչից է, դա պատճառները կունենա երևի ես կարծում եմ Արցախյան շարժումի մի բան էր, որ այդ բանից գործիչներ ծնվեցին, իրանք ասենք թե հայտնվեցին բոլորը, գիտեք, երևի քաղաքական գործիչ հենց այնպես այդպես չի ծնվում, էլի պարզապես։ Կազմը նայում ես բոլորը գիտնական ու մտավորական։ Չէ, իրանք գիտնական, որպես գիտնական, բայց իրանք հենց քաղաքական գործիչ դարձան։ Երևի քաղաքական գործիչը այդ բաներից է ծնվում, հա, ուրիշ ժամանակ։ Չգիտեմ, ամեն դեպքում ես լրիվ նոր ուժերի, ես կարծում եմ, այո, մեր հին ուժերը պետքա բոլորը ովքեր կան իրանց բաներով հանդերձ թերություններով հանդերձ հրեշտակներ ընդհանրապես քաղաքականության մեջ չեն լինում, բայց բոլորը մեր ունեցվածքն են, հավեր քաղաքական ունեցվածքն են եւ պետքա ձևը գտնենք այդ բոլորին օգտագործելու, հա։ Եթե փնտրես, միշտ կգտնես։ Եվ ամփոփելով մեր զրույցը Տիկին Պետրոսյան, մենք փորձեցինք հասկանալ, թե հասարակության կամ բնակչության որ շերտերի հետ է փորձում աշխատել, որ շերտերի վրա է փորձում ազդել Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ, իսկ հասարակության որ շերտերի հետ պետք է աշխատի հավաքական ընդդիմություն, այն ընդդիմադիր ուժերը, որոնց ես նշեցի, իհարկե տարբեր են բավական նրանք, մասնավորապես Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը մի փոքր այլ ծրագրերով է, այլ քարոզչություն է, կա արմատական ընդդիմություն, Հայաստան դաշինքը հանրապետականը դեռևս չի հայտարարել, մյուս ուժերը կան եւ ինչպես նրանք կարող են ըստ այդ ընտրական ապաթիայի մեջ գտնվող մի զգալի հատվածի մարդկանց բերեն ընտրություններին։ Ես կարծում եմ այնպես չի, որ ասենք թե միայն կան ինչ որ հաստատուն շերտ բանի ես շատ եմ տեսել մանավանդ նախընտրական շրջանում, ասենք, այսօր ոչինչ իդեպ այդ նույնիսկ այն բանը, չգիտեմ դրանք որքան են վստահելի, բայց չէ, Նիկոլ Փաշինյանը ասում էր, մենք ենք ամենաշատը այդպես, բայց նույնիսկ եթե այդպես էր, այնտեղ շատ հստակ երևում էր, որ մարդկանց մի մեծ մասը դեռ չի կողմնորոշված։ Դա բնական է, որտեղ դեռ չի սկսվել բուն գործընթացը։ Այդ չկողմնորոշված մասը հենց այդ մասն է, որը շատ ռեալ կարող է անդիմության կողմ անցնի։ Ես հավատում եմ, որ դա հնարավոր է եւ պետքա, ասում եմ, նորից այդ հավատի ինչու մարդիկ բան չեն անում, ամենավտանգավորը իդեպ կլինի, եթե էլի հագին մարդ չգնա ընտրությունների։ Շատ պետք է հասնել նրան, որ բոլորը գնան եւ պետք է այդ բանը մթնոլորտը եթե փոխվի, մի հստակ մեծ մասը, այո, կգնա եւ հաստատ Իդեպ դա կերևա, մեծ մասը իհարկե կգնա կտա այն ուժին, որը հաղթելու շանս ունի, թող այդպես լինի։ Եվ ինչպես է գնահատում նրանց շանսերը։ Դա հիմա ես Գյումրի երկու սցենար է քննարկվում։ Շատ ռեալ է։
Ես ասում եմ, ես իդեպ շատ քանի որ շատ եմ տեսել ընտրություններ, իդեպ երբեք նախորդ քանի որ դեռ չի սկսվել բուն process-ը, երբեմն անակնկալ, երբեմն չէ շատ հաճախ անակնկալ բաներ են լինում։ Ուղղակի մենք պետքա հասնենք նրան, որ այդ անակնկալը դրական անակնկալ լինի, հա։ Ասում եմ, որտեղ երբեմն չես, մենակ հաշվարկով հնարավոր չի։ Ուղղակի պետքա տարբեր սցենարների պատրաստ լինել։ Բայց ամենակարևորը որ մարդիկ ակտիվանան, եթե մարդիկ ակտիվանան, իրանք Նիկոլի կողմ չեն ակտիվանա, այդ արդեն անցել է, այդ արդեն եղել է։ Եվ ամենակարևորը նաև պետքա ես մի անգամ ասել եմ, նույնիսկ ասենք Նիկոլի հարցում, ես ասենք ինձ համար լրիվ անընդունելի է, բայց էլի պետք չի այդ կառուցել ատելության վրա, նույնիսկ Նիկոլի հանդեպ ատելության։ Ատելությունը ընդհանրապես շատ հեշտ շարքվող բան է։ Պետքա ասում եմ հավատի եւ պետքա մեր ժողովրդի մեջ նորից ամրացնել հավատը, որ մենք այո պարտված ենք, բայց մենք կարող ենք ոտքի կանգնել եւ Նիկոլ Փաշինյանը բացարձակ չի ընդունակ չի, այդ ինքը պարզել ասում, ինքը ասում է պետք էլ չի ոտքի կանգնել, խոսքը բեռաշկը ուտելու մասին չի, այլապես ազգ արժանապատի ոտքի կանգնելու։ Եվ ասեմ ձեզ, եթե մենք ոտքի կանգնենք, ասենք այն ինչը որ ինքը ասում է, ինքը փաստորեն ասում է, որ մենք պարտվել ենք, որտեղ մենք էինք մեղավոր։ Ասում է, ինքը փաստորեն ասում է, մենք պարտության էինք արժան։ Ինքը ասում է, մենք էինք մեղավոր, մենք ենք ցեղասպանվել են, որովհետև մենք ենք ցեղասպանվել, մենք ենք մեղավոր, այնքը Արցախում էլ ասում ենք ենք մեղավոր։ Այսինքն ինքը ասում է, որ մենք ինչ որ հավակնել ենք եսի ինչի, դրա համար արժան ենք։ Այդ ամենամեծ նվաստացումն է։ Ես կարծում եմ, եթե մարդը դա ընդունեց, որ փաստորեն եթե մենք ուզում ենք, որ մեր հայերը ուզում էին մեզ հետ լինել, ուզում են որպես հայ ապրել, ուրեմն դա ամոթ էր։ Եթե դա ընդունեց, ինքը մնացած ամեն ինչ էլ կընդունի, բայց ասում եմ, այս բանը շատ կարևոր է, ցավոք ասենք անդիմությունը Արցախի շատ չի խոսում, մտածում է որ իրանք մեղադրեն ռևանշիզմի մեջ, բայց ասենք ես քաղաքական գործիչ չեմ, ես օրինակ իմ խնդիրը համարում եմ, որ մենք հիշենք, շատերը իսկապես չեն, ցավոք լավ չի ներկայացված, նույնիսկ մեր դասագրքերում, նույնիսկ ոչ Նիկոլից առաջ էլ այդքան լավ չի ներկայացված։ Արցախյան շարժումը բան չէր, պարզապես պահանջատիրություն չէ, Արցախյան շարժումը ինքնասիրության շարժում էր, իրավունքների շարժում էր, այդ մարդիկ սովետական սահմանադրությամբ լրիվ իրավունք ունեին, արել են այն, ինչի իրավունքը իրանք ունեին։ Իդեպ սովետական միություն լիքը բան կար, չէ՞, սահմանադրության մեջ գրած, ինքան իրավունքներ, բայց սովետում չէր իրագործվում։ Գորբաչովի ժամանակ, երբ որ այդ պերեստրոկան սկսեց, մարդիկ սկսեցին հիշել ինչ իրավունք իրանք ունեն, ամենատարբեր ասպարեզներում եւ սկսեցին իրագործել, հա։ Եվ այդ իրավունքներից մեկն էլ հենց այն իրավունքներ, որ Արցախի ժողովուրդը իրավունք ուներ պահանջել ինքը որ հանրապետության սահմաններում է ուզում լինել եւ ինքը իրագործել է, այսինքն Արցախյան շարժումը հենց արժանապատվության շարժում էր, դա պետքա հիշել եւ պետքա հիշել, որ եթե դու ասում ես Արցախում մենք ենք սխալ, մենք ենք մեղավոր, մենք ենք ինչ որ եւ Արցախյան շարժումը հանգեցնում ես պատերազմի, ուրեմն դու ամենամեծ բանն ես անում, քո ժողովրդի մեջքն ես կոտրում։ Ես կարծում եմ դա է պետք վերականգնել։ Բայց համաձայն չեք, որ հիմա հասարակությունները իսկապես 88-ի հասարակությունը ու այսօրվա հասարակությունը շատ տարբեր է։ Այն ժամանակվա հասարակությունը գրականությունից մի քիչ խոսենք, որը դասիրակված էր Ռաֆու, Մուրացանի, Ես մի բան ասեմ, 88-ից սենց մի քանի տարի առաջ, հա, մի 2 տարի առաջ, ես համասանում էի, նոր էի ավարտել։ Այն ժամանակ ինձ որ ասենք ինձ որ գային սենց բան պատմեին սենց մեկ ասեր գիտես սենց հա լինելու ես չի հավատա ուզում ասեմ 88-ը չէր երևում դեռ երբ որ չէր սկսվել բաներ սովետական բաներ ժամանակներն էին սովետը սուտ էր խոսում ասենք գնում էր քննությանը որ հիմ դե բոլորը արդեն հասկացել էին սովետը ինչի է ստեղծված կոմունիզմ հա կոմունիզմի համար չէ բոլորը հասկացին որ դե սուտ արդեն չի եղել արդեն էլ ինչ խոսած գոնե ասես տապալվեց գնում էի բայց չէ սենց խոսում էի սուտ էր խոսում ընդունված էր եւ մարդիկ դեռ սենց է պետք է մնա սենց անինելու 88-ը ուղղակի sense անակնկալ էր ես ասենք ոնց ասեմ ես ինքս բանով հայ գրող չէի բայց արդեն գիտեի որ գրող եմ դառնալու արդեն տպել էի կարծեմ առաջի շարքս ուզում ասեմ բայց անգամ ես այս բան չէի պատկերացնի անակնկալ էր ոնց որ ինքը ժողովուրդը իր վրա զարմացած էր հասկանում եք այդ բան էր ուզում ասեմ դրա համար ես ամեն ինչի հավատում եմ եթե ես հավատում եմ որ այս ժողովուրդն է եւ հիմա եթե իմ բանը
Ես այն ինչին հավատում եմ լինի, երբ Նիկոլին հեռացնենք, հասկացանք, որ մենք այնքան ոտքի են կանգնել, այնքան ուժեղ ենք, որ կարողացանք, որտեղ Նիկոլի թիկունքում ամեն դեպքում դրսի ուժեր կան։ Եթե մենք դա անենք, մեր նորից հավատը, մենք ինքներս կկերպարանափոխվենք։ Իդեպ չեք կարծում, որ ժողովրդի կամքը հենց դրանով են փորձում կոտրել, որ թիկունքում տեսեք Թուրքիան կա, Ամերիկան կա։ Մենակ Թուրքիան ավելի շատ, Եվրոպան է ավելի շատ, այդ որ գայս է։ Պարզ եկան, ասացին պաշտպանելու ենք, Բայց ասեմ, չգիտեմ։ Պարզ պաշտպանում են, իր բանը դա ինքը պարզ ցույց է տալիս, եւ Եվրոպան իսկապես ուզում է, որովհետեւ հարմար է իրան, հենց հակառուսականությամբ նաեւ պետքա կօգտագործի մեզ Ռուսաստանի դեմ։ Բայց Ռուսաստանի հետ արդյոք վատ են հարաբերությունները Փաշինյանի վարչակազմի։ Դժվար է ասել, բայց եթե պետք եղավ, ինքը լրիվ հակառուսական բան կկատարի, պլաններ կկատարի։ Ուզում եմ ասեմ, դա է, երբեմն ասում են, չգիտես ինչա, զուտ հռետորաբանություն կարծես լինի։ Դժվար է ասել, բայց որ ինքը չէ, ակնհայտ քայլեր կան, որ Ռուսաստանի Դե Ռուսաստանում պարզ ասում են, եթե դու Եվրամիություն ես մտնում, եթե Եվրամիություն ես մտնում, դու չես կարող։ Եվրոպական պարլամենտը հրապարակել էր տեխնացու երկրներին, թե որ երկրները կարող են դառնալ ԵՄ անդամ, Կոսովո, Սերբիա, Թուրքիա եւ Հայաստանը չկար իմիջիայլոց։ Ի հեճուկս Տիգրան Խզմալյանի։ Դե նաև իր խաղն է խաղում, իրանց ընդհանրապես ոչ միայն Հայաստան, ընդհանրապես ինքը Եվրամիությունը ընդարձակվելու արդեն բանը վերջացել է, այդ ծրագիրը վերջացել է։ Արցախի հարցով սկսեցինք, Արցախի հարցով էլ թերևս ավարտենք, չեմ կարող այս հարցը չտալ, այդ նույն մետրոյի դեպքի ժամանակ, երբ որ Մատեր Թատարյանը ասում է չփորձեք փախածներով ինձ մեղադրեք, որ Ղարաբաղ եմ տվել, այսօր լրագրողը կառավարության ճեպազրույցի ժամանակ առաջին հարցերից մեկն է։ Ասում է ձեր իսկ թիմի ներկայացուցիչները հավաստել են եւ հայտարարել են, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Արցախում էթնիկ զտում ցեղասպանություն է տեղի ունեցել եւ միջազգային դիտորդները, յավապաշտպաններն են այդ մասին հայտարարել։ Հիմա ցեղասպանության պայմաններում մարդիկ կռվել են մինչեւ վերջ, ինչքան որ կարողացել են։ Մնայիք, չգայիք ասելով ինչ նկատի ունեն։ Մնային մինչև վերջ ցեղասպանվեին, մինչև վերջին արցախցին ցեղասպանվեին, սպանվեին, գերեվարվեին, որ դուք այստեղ ձեզ լավ զգայիք եւ ինչ է նա պատասխանում։ Նա պատասխանում է, որ բավարար է, գիտեք, արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով եւ ընդհանրապես այդ ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել։ Ասենք, երբ որ մեր տարածաշրջանում բոլորին մեղադրում են ցեղասպանությունների մեջ եւ ելի եմ ասում, ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսույթով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ։ Այսինքն ցեղասպանության հարցում բարձում են մենք թուրքերը հավասար ենք։ Այսօր ասե։ Դե արդեն պարզ այնտեղ փաստորեն այդ Արմենիան Հայաստանի ցեղասպանության մասին որ խոս հետո որ տեսավ ոնց ընդունվեց հասկանում եմ բան ոնց որ դադարեցրեց մի պահ փաստորեն շարունակություն է տալնելու որ մենք նոր ցեղասպանությունների մասին մենք ենք մեղավոր որ իրականում մենք ենք թուրքերին մեղացրել եւ ստիպված մեզ սպանել են ինչ ասեմ Գիտեք, ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի հետևում կան բաներ, այնպես մեկը չի, էլի, իրան թելադրող թե ինչ ասի, ասենք այդ պահին, որը որ ուժեղ լինում նրանն է ասում, եւ կա իր սեփական բանը, ներքին բանը, իր մեջ, ասում եմ, ես այդ Նիկոլի պատճառով նորից Ֆրեյդ եմ սկսել կարդալ, մարդու մեջ միշտ կա այդ կեղտոտ մասը ուղղակի նորմալ մարդկանց մեջ էդի բանը փոքր եւ տակի մասն է, հա, բայց Նիկոլ Փաշինյանի մեջ ինչ որ շատ ծանր բաներ են կատարվում, այսինքն իր մեջ, չէ, ամեն մարդու մեջ մի քիչ մազոխիզմ կա, չէ, բայց իր մեջ մազոխիզմը ոնց որ ինչ որ ծայրահեղ դրսևորումներ ունի, հա։ Արդեն ասացի, եթե Նիկոլ Փաշինյանի այդ գիծը շարունակվի, ուրեմն մենք ենք մեղավոր, մենք պետքա որպես ազգ մեզ վերացնենք, հա, որպես մեղքի բան մեկի թողություն։ Մենք պետք է ասենք, որ մենք սխալ ազգ ենք, մենք մեզ վերացնում ենք։ Այդ դրան է հանգում։ Բայց մենք դա չենք անի։ Մենք չենք վերանա։ Մենք իմ կարծիքով առողջ ենք։ Ինչքան էլ մեզ ինչ ասես սրսկեցին, բայց մենք առողջ ազգ ենք։ Հուսանք որ հայ ժողովուրդը նաև այս փորձությունը կհաղթահարի։ Հա, եւ այս փորձությունը, այս ծանր բաները մեզ
գիտեք, եթե այդքան ծանր բանը անցնում ես, դու արդեն մի հատ բան ես ձեռք բերում, հսկա, այնպես չի էլի, որ զուտ բանը, մենք ոտքի կկանգնենք, սա մեզ ծանր, մենք ոտքի կկանգնենք եւ կհիշենք ինչ կատարվեց եւ հիշելու ենք ամեն ինչ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքրության համար։ Իսկապես անսպասելի տեղեր գնացինք։ Պատմության խորքեր եւ հետ եկանք մեր ժամանակներ։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարվածուն թեմի հարգելի հետևորդներ, լավատեսություն ավելի շատ է այսօր մեր զրույցում եւ մեր դրամատրություններում եւ ինչպես մեր զրուցակիցը շատ դիպուկ բանաձևեց ներկա իշխանավորներին բնորոշ այսպես կենցաղային ժարգոնային լեզվով հայրենիքը բեռաշկի հակառակն է եւ ազգային ինքնությունը, ազգային գաղափարախոսությունը առաջին հերթին մեր պատմական հիշողությունն է։ Հիշեցնեմ, մենք զրուցում ենք բանաստեղծ մտավորական Մարինե Պետրոսյանի հետ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։